Բաքվի բռնապետական վարչակարգի քարոզչական մեքենայի անձնական սպասարկու բլոգերները, լրատվամիջոցները հրապարակում են լուսանկարներ, տեսանյութեր, որոնք հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները չեն հրաժարվել Արցախի ինքնության կարևորագույն խորհրդանիշներից մեկից՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վերացնելու մտադրությունից։ Արցախի խորհրդանիշներից «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը կանգնած է կանխամտածված ոչնչացման իրական եւ անմիջական վտանգի առջեւ։ Այս ահազանգը փաստական հիմքեր ունեցող լուրջ նախազգուշացում է, որը վկայում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական եւ նպատակային ոչնչացման քաղաքականության շարունակության մասին։ Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում է հոգեբանական տեղեկատվական տերորի քաղաքականություն։ Ալիևը իր վարչակարգով նպատակ է դրել ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնել հայկական հուշարձանները, այլև ջնջել Արցախի հայկական պատմամշակութային ինքնության հիշողությունը։ Օրեր առաջ էլ հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին Ադրբեջանի իշխանությունները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրեցին Սուրբ Աստվածածին Մայր տաճարը։ Դրա հետ կապված վարչապետը պատասխանել է, դուք այդ հարցը տվել եք, մենք այդ ինֆորմացիան ճշտում ենք, ուզում ենք հասկանանք ինչ է եւ արձագանքը կլինի։ Հայաստանի այսօր ղեկավարությունը որևէ ձևով Ադրբեջանին հակադարձելու ոչ քաղաքական ծրագիր ունի, ոչ ցանկություն, ոչ էլ հնարավորություն։ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության հետ ուղղությամբ որևէ աշխատանք չեն տանում։ Ավելին, ես կարող եմ ենթադրել, որ տանում են հակառակ ուղղությամբ աշխատանք, այսինքն դիմում են միջազգային գործընկեր կազմակերպություններին կամ պետություններին, որ նմանատիպ գործընթացների նկատմամբ որևէ գնահատականներից ձեռնպահ մնան։ Արցախում պատմամշակութային ժառանգության ոչնչացման եկեղեցիների վերացման ֆոնին Իսպանիայից են տեղեկություններ ստացվում, որ հայկականը ոչնչացնող խաղաղասեր Ալիևը ստացել է խաղաղության եւ հաշտեցման մրցանակ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հասնելու եւ երկխոսության խրախուսման ուղղված ջանքերի համար։ Զավեշտալին ըստ փորձագետների այն է, որ Արցախում էթնիկ զտումների ու Արցախի պատմությունը մեծ եռանդով փոշիացնել ցանկացող Ալիևը մրցանակ ստանալով դատապարտում է քաղաքացիական բնակչության դեմ հանցագործությունները։ Նման տրամաբանության գործընթացի զարգացումը ինչ որ այսօր տեղի է ունենում, տանում է ոչ դեպի պատերազմ, անկախ ամեն ինչից, եւ այդ պատերազմի քաղաքականությունը մեր կողմից իրականացնում է գործող իշխանությունը, ադրբեջանական կողմից ադրբեջանական իշխանությունը։ Աշխարհի աչքի առաջ Ադրբեջանի վանդալները վտանգում են արցախցիների ինքնության խորհրդանիշը, իսկ միջազգային հանրության լռությունն այս իրավիճակում վերածվում է հանցավոր անտարբերության։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանի եւ Շվեյցարիայի արտգործնախարարություններ, Կարմիր խաչի միջազգային կոմիտե։ Այս հասցեներում են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների հարազատների հովանավոր տերության մեխանիզմը գործի դնելու ակնկալիքով ուղարկված դիմումները։ Լուրեր չունեն իրենց հարազատներից, չգիտեն, թե ինչպես են իրենց հայրերը ու ամուսինները։ Ադրբեջանից Կարմիր խաչի վտարումից հետո 19 հայ լիակատար մեկուսացման մեջ է։ Կա տեսական մեխանիզմ, որը գործնականում կիրառված չէ եւ նման պայմաններում միջազգային մարդասիրական իրավունքը նախատեսվում է հովանավորող կամ պաշտպանող պետության նշանակում։ Դրա իմաստը այն է, որ հակամարտությանը չմասնակցող այլ պետություն մարդասիրական բնույթի գործառույթներ է իրականացնում։ Եթե պաշտպանող պետության վերաբերյալ համաձայնություն չկա, այդ դերը ստանձնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո գերիների վիճակը վատթարացել է, վստահ են նրանց հարազատները, որ մնացել են Բաքվում պահվող 19 հայ ճակատագրի եւ կացության վերաբերյալ խորը անորոշության մեջ։ Այսպես շարունակվի վախ ունեն, թե ավելի կխորանան իրենց հարազատների տառապանքները, կմեծանան նրանց կյանքի ու ֆիզիկական անձեռնխելիության նկատմամբ սպառնալիքները։ Վերջնարդյունքում սա խնդրանք է կամ վերականգնել Կարմիր խաչի գործունեությունը կամ ի հայտ բերել դրան փոխարինող մեխանիզմ, սակայն ապահովելով պաշտպանող մարդասիրական գործառույթների իրականացումը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչն ասում է, եթե Հայաստանի կառավարությունը բավարարի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարազատների խնդրանքը, ապա հովանավոր պետության մեխանիզմը գործարկելու համար անհրաժեշտ կլինի միայն չեզոք երկիրն ընտրել եւ բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ։ Մենք դեռևս լավատես ենք, որ պետությունը իր քաղաքացուն չպաշտպանելու հատուկ քաղաքականություն չի վարում։ Մասնագետները նշում են, որ այս պահին ամենակարևորը ոչ թե այն է, թե ինչ է արդեն ասվել, այլ այն, թե ինչ է դեռ պետք անել, որովհետև փակդուր կարող է բացել միայն կամքը եւ յուրաքանչյուր լռություն կարող է կոտրվել, եթե կա պատասխանատվություն։
Գործազրկությունը շարունակում է մնալ Հայաստանի սոցիալական առանցքային մարտահրավերներից մեկը եւ ակնհայտ է դառնում, որ ժամանակակից աշխատաշուկայում հաջողելու համար միայն մասնագիտական գիտելիքը բավարար չէ։ Թվային հմտությունները դարձել են գրեթե ցանկացած աշխատանքի անհրաժեշտ նախապայման, իսկ դրանց բացակայությունը գործազրկության խորացման կարևոր գործոն է։ Այս ֆոնին կառավարությունը առաջարկում է նոր ծրագիր ուղղված գործազուրկների թվային գրագիտության զարգացմանը։ Ժամանակին այդ աշխատանքի տեղավորման ծառայությունները հեռախոսով, այցելություններով էր իրականացում, հիմա կան ժամանակակից բազմաթիվ գործիքներ, էլեկտրոնային փոստ, հատուկ կայքեր, ծանոթություններ, ինքնակենսագրական գրել, էլեկտրոնային ստորագրություն, էլեկտրոնային աշխատանքային պայմանագիր եւ այլն։ Եվ մենք հասկացանք, որ մենք կարիք ունենք մեր հազարավոր քաղաքացիների հմտությունները բարելավելու։ Պաշտոնական հիմնավորմամբ գործազուրկների զգալի մասը չի տիրապետում նույնիսկ տարական թվային գործիքներին եւ խնդիրները առավել սուր են սոցիալապես անապահով ցածր կրթական մակարդակ ունեցող եւ մարզային բնակավայրերում ապրող քաղաքացիների շրջանում։ Ծրագրի առաջին փուլում նախատեսում են ներգրավել մինչեւ 10,000 գործազուրկ անձ։ Մասնագետները սակայն կարծում են, որ դասընթացներից հետո դժվար թե քաղաքացիները կարողանան բարձրատրվող աշխատանք գտնել, քանի որ դրանք համալրվում են հիմնականում մրցութային կարգով։ Գործազրկության առումով սա ուղղակիորեն չի կարող իմ կարծիքով ազդեցություն ունենալ գործազուրկների թվի կրճատմանը, ինչը ստացվում, որ կան բազմաթիվ աշխատանքներ, որոնք որ չեն համալրվում աշխատատեղեր, որովհետև անձը չի կարողանում օրինակ էլեկտրոնային եղանակով ինքնակենսագրական ուղարկի։ Իմ կարծիքով դա ստատիստիկ առումով չնչին դեպքեր կարող են այդպիսին լինել։ Նախատեսվում է դասընթացների կազմակերպում հիբրիդ ձևաչափով առկա եւ առցանց բաղադրիչների համադրմամբ։ Ընդհանուր տևողությունը 24 ակադեմիական ժամ կլինի։ Դասընթացները իրականացվելու են 6 շաբաթվա ընթացքում, շաբաթական 2 օր, օրական 2 ժամ տևողությամբ։ Դասընթացի բովանդակությունը ներառում է տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների հիմունքներ, կիբերանվտանգության հիմունքներ, թվային անվտանգության եւ էթիկա, անպային տեխնոլոգիաներ, Google ծառայություններ, Microsoft Office ծրագրի կիրառություն, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի կիրառում։ Ծրագրի առաջին փուլի նախնական ֆինանսական հաշվարկները ընդհանուր արժեքով կազմելու են շուրջ 493 միլիոն դրամ, իսկ դասընթացների ավարտին մասնակիցները անցնելու են ամփոփիչ գնահատում, որի անցողի քշեմը հաղթահարած մասնակիցները ստանալու են սերտիֆիկատ եւ 50,000 դրամի չափով էլեկտրոնային վաուչեր։ Քանով օրինակ չէր կարելի այդ նույն մեծ գումարով ընդունենք դա ուղղել աշխատատեղեր ստեղծելուն, օրինակ մասնավոր դաշտում գործածողներին որոշակի արտոնություն տալ, եթե նրանք կընդունեն լրացուցիչ աշխատողներ, եթե խթանը գործազրկությունն է, դրա առաջին պատճառը աշխատատեղերի սակավությունն է։ Վաուչերները ընդհանրապես տոմս է հետագայում մասնակցելու այլ դասընթացներին եւ չի բացառվում նաեւ, որ օրինակ տվյալ դասընթացները արժենան շատ ավելի թանկ եւ քաղաքացիներին ասեն, որ 50,000-ը դուք վաուչերով վճարեք, մնացածը ձեր գրպանից։ Այսպիսով թվային գրագիտության զարգացման ծրագիրը ներկայանում է որպես ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համահունչ քայլ, սակայն մասնագետները առաջ են բերում մի շարք կարևոր հարցեր իր արդյունավետության, նպատակային լինելու եւ իրական ազդեցության վերաբերյալ։ Սա Դավթաշենում է, առաջին թաղամասի թիվ 41 շենքում։ 16 հարկանի նկուղն արդեն 2 ամիս է խոնավության ու կեղտաջրերի մեջ է։ Գոյուղատարներից ջուրն անմիջապես այստեղ է թափվում, իսկ հիմքերն ամեն օր են թուլանում։ Այս արդեն այս պատերն էլ է փլվում արդեն։ Շենքը արդեն փլուզման եզրին է կանգնած։ Վերանս էլ է չորանում արդեն։ Այստեղ պիտի լինեք, որ տեսեք ինչ վիճակ է։ Այս ամբողջ կեղտաջուրը լցվում է շենքի ամբողջ նկուղը։ Քաղաքացիների պատմածով դրսում գտնվող դիտահորերն են խցանված, իսկ Veolia ջուր ընկերությունից հայտնել են, որ դա իրենց գործը չէ, այլ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին է։ Ասում են, եթե դրսի կոյուղատարերն ու դիտահորերը մաքրվեն, իրենք բնակիչներով համատիրությամբ, թաղապետարանի աշխատողներով նկուղը կարգի կբերեն։ Դիտահորն է փակ, 4 շենքի գալի լսվում է միանգամից այդտեղ։ Մենք դիմեցինք Veolia-ին, Veolia-ն ասեց դա մեր գործը չի։ Այդքան բան։ Ահա որա։ Էսի ահա որա։ Այս փեդով ցույց տամ, էսա լսվում է տները, այստեղ նկուղների հերկան։ Խցանված են նաև Արցախի 24 կտրակ 1 հասցեի 14 հարկանի շենքի կոյուղատարները։ Նկուղներում խայտարակ պատկեր է, կարճ օդնային քանուշկին է, որ անհնար է մնալ 20 վայրկյանից ավելի։
Երկաթրը հիմա քանդել են սաղայացել, սոբերեն փոխեն ապրել, պրծնենք մենք էլ ասֆալտ նորից չչացնենք։ 250-ից ավելի բնակիչ է այստեղ ապրում, ամեն օր ստիպված են լինում շնչել գարշահոտը։ Բազմից են դիմել եւ Վեոլիա ջուրընկերությանը եւ թաղապետարանին, բայց արձագանք չկա։ Մինչդեռ շենքի հիմքերն ամեն ամիս ավելի են թուլանում։ Քաղաքացիները կոչ են անում գործնական քայլեր ձեռնարկել, թե չէ իրեն կդիմեն կտրուկ միջոցների։ Բայց չենք կարող էլի ոչ մի գործողություն անենք, այնա շորոմա։ Մեկը վրա գցելով է։ Գարշահոտ է սաղ։ Գրեթե նույն վիճակն է նաև Նորագավիթ թաղամասի 8-րդ փողոցում։ Կոյուղաջրերը լցվում են բնակիչների տներ, հասնելով անգամ նկուղներ ու հողամասեր։ Ամենուր հակասանիտարական վիճակ է ու գարշահոտ։ Բնակչի տան բակից դուրս է գալիս ամբողջ հողամասը, որ հիմա ինքը պիտի արդեն սերմերը առածելներ, հողը մշակեր, վարուցանք աներ, հիմա չի կարող, քանի որ ամբողջ տարածքը լցված է կեղտաջրով։ Եվ այսպես որ գնա հարգելի Վիոլա ջան, ոչ միայն 37 տունն է այս վիճակում հայտնվելու, թեպետ արդեն հայտնվել է, այն նաև հարակից տներ։ Քաղաքացիները չեն ընդունում Վեոլիա ջրի պարզաբանումը, թե խնդիրը սեփական տարածքում է։ Ասում են, այդ սեփական տարածք գոյաջրերը լցվում են ընկերության հաշվեկշռում գտնվող խցանված դիտահորի պատճառով։ Իրենք ուզում են, որ աշխատակիցները դա մաքրեն, նաև քաղաքային իշխանության ուշադրությունն են հրավիրում։ Փողոցի դիտահորերը որ մաքրվի, որը որ Վիոլային է։ Ստե կանցնի, ստե Վիոլան անելիք չունի։ Դե իսկ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 8 եւ 6 շենքերի բակում փոքրիկ լճակ է առաջացել, խմելու ջրի խողովակն է վնասվել։ 3 օր բնակիչները փորձել են կապ հաստատել Վեոլիա ջուրընկերության հետ, խոստացել են գալ, բայց միայն խոստացել են։ Ահա զանգել ենք, սաղտեղ զանգել ենք, բայց ոչ մի Բա ինչ են պատասխանում։ Ոչ մի բան, հերթագրել ենք։ Վստահ եմ, Արմավիր քաղաքում, հարակից գյուղերում լիքը բնակիչներ օրերով, ամիսներով ջրի խնդիր ունեն, իսկ այստեղ խմելու ջուրը խողովակի վնասման պատճառով դուրս է թափվում։ Իդեպ ջրի խողովակը վնասվել է այն հատվածում, որտեղ ամիսներ առաջ քաղաքապետարանն ասֆալտել էր։ Մինչդեռ հենց այդ ժամանակ է, որ բնակիչները հորդորել էին սպասել, մինչև Վեոլիա ջուրը փտած ջրախողովակները փոխի, որպեսզի նման դեպքերից խուսափեն, բայց անօգուտ։ Արմավիրի մոտ 3 կիլոմետրանոց Աբովյան փողոցը տասնյակ տարիներ անհարմարություններ է ստեղծում վարորդների ու անցորդների համար։ Անտանելի վիճակ է տարվա բոլոր եղանակներին, իսկ ճանապարհն այդպես էլ չի բարեկարգվում։ Եվ հիմա ճանապարհը տեսնում եք, հիմա չոր է, բայց անձրևային եղանակին երթևեկությունը ել ավելի անտանելի է դառնում այս հատվածում։ Վարորդներն արդարացիորեն նշում են, որ հարկերը մուծում ենք, վճարումները կատարում ենք, բայց ամեն անգամ այստեղով անցնելիս ավտոմեքենաները հետո տանում ենք արեստավորների մոտ։ Փանուկ փողոցի ամենատարբեր մասերում կարևոր նշանակության շենքեր են՝ Փրկարարարության Արմավիրի շրջփրկարարական ջոկատը, Տիգրան մեծ վարժարանը, զինվորական կացարաններն ու հանրակացարանները։ Իսկ փողոցի ձախակողմյան հատվածում գործում է նաև ջրաշխարհ, բայց նույնիսկ այս բոլոր կառույցները չեն նպաստում նրան, որ ճանապարհն ասֆալտեն։ Դաժե պաժարնին չի կարեմ նորմալ է թաղվել, այն օրը եկավ վեճ ա եղել պաժարնիները պահողը։ Բա ինչի մար։ Ճանապարհը վայտ ախպեր, հանգիստ գնացել են, այսքան տեղը դուրս տանտեր ախպեր, եկավ վեճ, սկանդալ ախպեր։ Արմավիրցիներն ասում են, նույնիսկ խնդիրը ժամանակավոր չեն լուծում, փոսալցում չեն կատարում, արտաքին լուսավորության մասին էլ չեն խոսում։ Ուզում են, որ ի վերջո պատասխանատուները նաև իրենց փողոցի մասին հիշեն։